Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը եռաբլուր են գնացել ծաղիկներ խոնարհել Արցախի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Իրականում եռատոն է, այն մեր հաղթանակի, խաղաղության, ինքնության հաստատման եռատոնն է։ Եռատոն, որ գոնե Արցախ ցույց խլել հնարավոր չէ, վստահեցնում է Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Եռաբլուրում են ինքն ու գործընկերները, արցախցի պաշտոնյաներ, հասարակական քաղաքական գործիչներ։ 1.5 տարի անց Արցախի հայաթափումից հետո հպարտության զգացումը իմ մեջ կոնկրետ կա, ես վստահ եմ բոլորի մեջ կա, որովհետև ժողովուրդը չի պարտվել, ժողովուրդը չի հանձնել, ժողովուրդը չի կորցրել, ժողովրդին դավաճանել են, մեր հայրենիքը դավաճանել են, ինչպես 92-ին Շուշին ազատագրվելուց հետո Սրբազանը օրհնեց ազատագրողներին, մենք տեսնելու ենք այդ ազատագրումը ու տեսնելու ենք այդ օրհնությունը, սա պաթոս չէ, սա բառեր չի, որ ես ասում եմ։ Իհարկե հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ թվում է թե դա անհնար է, թվում է թե դա տեսանելի չէ, որովհետև հասկանալի է նման իշխանությունների պարագայում դրա մասին խոսելը նույնիսկ մի տեսակ անլուրջ է թվում, բայց հավատացեք, որ պոտենցիալը կա, որ հայ ազգի հիշողությունը անհնար է ջնջել։ Պատմությունը հնարավոր չէ ջնջել, անգամ եթե դրա համար պետական ապարատն է աշխատում օր ու գիշեր։ Այդ հերոսների կատարածը չի խոնանում, որովհետև ըստ էության 92 թվականին նորից հայությունը ապացուցեց, որ հայրենիքի համար կռվել, ազատության համար կռվել եւ կերտել հաղթանակ։ Որքան էլ որ դժվար լինի, պիտի հիշենք հանուն տղաների, իսեր տղաների, պիտի հիշենք 92-ի մայիսի 9-ի մեր հաղթանակները։ Ես կյանքում 3 անգամ եմ շատ ուրախացել, երբ սիրտդ ուզում է կրծքավանդակից դուրս թռչի։ Մեկը, երկուսը երբ մայր եմ դարձել, երեխաներ եմ ունեցել եւ Շուշիի ազատագրման օրը, երբ Ստեփանակերտում տներում ջուր չկար, ռմբակոծում էին, ոչ մի բան չունեին, խոսանք չկար, եւ ես գնում էի մենք թատերական թատրոնի մոտ, թատերական աղբյուր ունենք, այդ աղբյուրից ջուր էի բերում եւ սալյուտներ էր Շուշիի ազատագրության, մեկն էլ չկար, որ հետը կիսվեի իմ ուրախությամբ, եւ ես չգիտեի, ուզում էի գոռայի աշխարհով մեկ, որ մենք հաղթել ենք, որ Շուշին մերն է։ Հիմա Շուշին մերը չէ, ուրեմն չենք կարող նաեւ արժանապատվությունից խոսել, արժանապատիվ ապրել, համոզված է Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը։ Ղեկավարը թերքամոլ է, զիջող է, դավաճան է, այդպես մատնը ոչ թե ցիգյանք 7 տարի է ատմատը խաղաղություն է խոսում եւ բادرազմ է բերել մեր գլխին Թուրքիայի հետ բանը եղբայրություն է բանանում եւ Թուրքիա անում է եւ մենք ոչ մի բան ցենք չէ բերել 7 տարի միան բادرվել ենք, խայդարակվել ենք աշխարհով մեկ եւ ասմատ իբրտե վարչապետ է, ասմատ Հայաստանի վարչապետը չէ, Ադրբեջանի վարչապետն է, Թուրքիո վարչապետներ, քանի որ ինքը Թուրքիո եւ Ադրբեջանի շահերն է պաշտպանում։ Մեծանալու է եռաբլուրը, եթե իշխանությունը շարունակի կասկածի տակ դնել մեր հայրենիքի հայկական լինելը, զգուշացնում է Սասունյանը։ Հիշեցնում, քանի տարվա պատմություն ունի Հայաստանը, որտեղ ու ինչպես են հայտնվել ադրբեջանցիները։ Մեկ հատ Ասե Պագաբան Նախիջևանը, Մասիսը, Անին, Գարսը, Ադահանը, adonka Թուրքիայեն մեγաս բոլոր հողերը եղել են Հայաստան եւ որ թուրքերը դակամի Մոնղոլիայում երեխաներ են բնապարում, երեխաներ են մոտում։ Մենք ոս 3000 տարի է քոյություն ունենք։ Ես Ադրբեջան ինչ, Ադրբեջան փարը 100 տարի է քոյություն ունի։ Մեսոբ Մաշտոց այբուբենը Արցախի մեջ է գրել։ Որ մնացքի ավելի հայ ինչ կարող է լինել։ Հաղթանակները վերականգնելու մի ճանապարհ կա՝ չուրանալ անցյալը։ Մեր նահատակների կյանքը եւ սխրանքը արժևորելու համար մենք պետք է օր առաջ ուղղակի ձերբազատվենք այս ստորակարճ եւ պարտության խորհրդանիշ իշխանություններից հաղթանակի տեսիլքը պիտի վառ մնա մեր մեջ եւ այն հազարավոր լուսավոր տղաները, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին, պետք է միշտ արժևորվեն։ Չեն արժևորվում։ Ամեն տարի մայիսի 9-ին քառատոն է նշել Ժորա Աղասյանի հայրը։ Իրան ծնունդն այսօր, ծնված օրն այսօր։ Թողալը երեքան չփաս։ Երեխա կիններն սև շորեր հակացին։
Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։